Նկարը սկսեցի շատ վաղ տարիքից, ես նույնիսկ չեմ հիշում, բայց ծնողներս պատմում են, որ 3-4 տարեկանից արդեն տարում էի նկարչությամբ, այսպես զանազան ֆիգուրաներ էի նկարում, հետո ինձ սկսեց գերել Այվազովսկու ալբոմը, իր գործերը, հաճախեցի մի անգամ ազգային պատկերասրահ եւ այդպես սիրահարվեցի Հովհաննես Այվազովսկուն։ Մինչեւ 10 տարեկանն էի ակտիվորեն զբաղվում նկարչությամբ, հետո հանգամանքների բերումով դադար եղավ, ընդհանուր մինչև 32 տարեկան։ Եվ նորից այսպես երկրորդ շնչառություն բացվեց 32 տարեկանում, շատ հասուն տարիքում, ու այս անգամ երևի բացվեց ընդմիշտ։ Այս ցուցահանդեսում փորձել եմ ներկայացնել նոր աշխատանքներս, եւ ռեպրեզենտատիվ, եւ սյուրռեալիստական շարքի, որտեղ հաղորդել եմ նոր շունչ, իմ արվեստին նոր շարքեր կան ու նոր հետաքրքիր։ Ըստ էության ներշնչում եմ ամեն ինչով, ոչ միայն ծովով, ոչ միայն Այվազովսկու կտավներով, ոչ միայն ջրով, հենց կյանքն է իմ ներշնչանքը, ու վերջերս իմ ընկեր արվեստագետներից մեկը շատ կարևոր միտք ասաց, որ նկարչությունը դա ոչ թե մասնագիտություն է, այլ հիվանդություն։ Կարելի է համաձայնել այդ մտքին, որովհետև եթե նկարիչը ամեն օր չի արթնանում եւ փորձում ինչ-որ նորություն ստեղծել, ինչ-որ նորություն պատկերել, ինչ-որ նորովի ներկայանալ հասարակությանը իր գործերով, ապա ինչ-որ խնդիր կա իր նկարչի այդպես ակտիվության մեջ, որպես արվեստագետի։ Ջուրը ինձ համար մշտապես եղել է ներշնչանքի աղբյուր, քանի որ դա ինձ համար մշտապես նորոգվելու, նորության, ամեն ինչ հաղթահարելու, տարբեր ձևերով, տարբեր կերպով ու կյանքի նշան է ջուրը։ Ու որպես կոնցեպտ ջրի վրա քայլել փորձող կամ ջրի վրայով քայլել կարողացող մարդիկ, դրանք հենց անհնարինը հնարավոր դարձնելու ալեգորիան է, խորհրդանիշը։ Երիտասարդներին ուզում եմ խորհուրդ տալ չհանձնվել երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում։ Նկարչությունը շատ ծանր զբաղմունք է, նկարչությամբ հաջողություն ունենալը չափազանց դժվար է, բայց արժե նրան, որ փորձել։ Երբևիցե պետք չէ ընկճվել, միշտ պետք է սեփական գիծը տանել, երբեմն շատ կամակոր կերպով ու չլսել ոչ մեկին։ Վերջին հաշվով նկարչությունը դա շատ անձնական ոլորտ է։ Ինչ վերաբերում է այս ցուցահանդեսին, այն բաժանված է երկու մասերի՝ ռեպրեզենտատիվ դասական գեղանկարներ եւ ծովային սյուրռեալիզմ, որի հիմնական կոնցեպտը հետեւյալն է այս անգամ, ինչպես դա հասարակության եւ անհատի փոխհարաբերությունների մասին է, ու հիմնական խնդիրը ուսումնասիրության հետեւյալն է, ինչպես պահպանել անձնավորությունը, անհատականությունը այն միջավայրում, որտեղ գերիշխում է ունիֆիկացում եւ համահարթեցում, ինչպես պահպանել սերը այն աշխարհում, որտեղ պրոպագանդվում է հաճույքի գաղափարախոսություն։